մենք տարիներ շարունակ զգուշացնում ենք, որ պատերազմ է լինելու եւ անգամ դրան անուն ենք դրել Արցախի աբխազացում։ Մենք զգուշացնում ենք, որ ռուսները պատերազմ են հրահրելու եւ զորք են մտցնելու Արցախ։ Եվ իշխանությունները իրենց բոլոր կապուղիներով հանրությանը համոզում էին, որ մենք հանդիսանում ենք պատերազմի կուսակցություն եւ մենք պատերազմ ենք ուզում։ Եվ եթե մենք գանք իշխանության, լինելու է պատերազմ։ Մենք իշխանության չեկանք, բայց պատերազմը եղավ։ Ինչու եղավ? Որովհետեւ մենք ոչ թե ուզում էինք պատերազմ, այլ ի տարբերություն իշխանությունների մենք ունակ ենք իրականացնել քաղաքական վերլուծություն եւ հասկանալ, որ պատերազմ է լինելու։ Դա մեր ցանկությունը չէր, դա իրողության հասկանալն էր։ Բայց ժողովուրդը ինչու է մերժում ճշմարտությունը, ինչու չի ուզում։ Ժողովուրդը չունի կապուղիներ այդ ճշմարտությունը լսելու։ Այ օրինակ այն մարդիկ, ովքեր որ մեր մեդիակենտրոնի հետ հաղորդակից են, հա, մեր հարցազրույցները լսում են, անգամ փողոցում մոտենում եւ մեզ շնորհակալություն են հայտնում, ասելով, որ մենք ձեզանից լսել ենք այն ամենը, որը չենք լսել ոչ մեկից։ Ժողովրդին իրական տեղեկություններ չի փոխանցվում։ Եվ պատերազմն եղավ, պատերազմում մենք պարտություն կրեցինք, որովհետև մենք չենք պատրաստվել պատերազմի, այնինչ մենք զգուշացնում ենք այս իշխանություններին եւ հորդորում ենք, որ պետք է հանրությանը պատրաստել պատերազմի։ Ինչին ի պատասխան իշխանությունները ասում էին, որ մենք հանրությանը պատրաստում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Այս խաղաղության նախապատրաստելու արդյունքում մենք հազարավոր զոհեր տվեցինք եւ կորցրեցինք Արցախը, եւ ինչն է զավեշտը, այսքանից հետո իշխանությունները շարունակում են հանրությանը պատրաստել խաղաղության եւ շարունակում են ստեղծել իրավիճակ, որ հաջորդ պատերազմին արդեն տասնյակ հազարավոր զոհեր ենք տալու, որովհետեւ եթե դու պատրաստ չես պատերազմին, առնվազն քո զոհերը ավելի շատ են լինում։ Այսինքն մենք ոչ թե ուզում ենք պատերազմ, այլ մենք ուզում ենք չվարել ջայլամի քաղաքականություն եւ տեսնելով իրողությունները գլուխներս չմցնենք ավազների մեջ, ասենք հեսա խաղաղությունը մեզ հյուր է գալու։ Եվ առասարակ այս տարածաշրջանում խաղաղության մասին կարող են խոսել մարդիկ, ովքեր քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։ Տեսնենք մեր Արեգ Քոչինյանը հակառակն էր ասում։ Տեսնենք մեր տարածաշրջանում ինչ է կատարվում։ Մի կողմից Իրանը իր բոլոր կոնֆլիկտներով վերջերս ակտիվացավ Իսրայելի հետ կոնֆլիկտը, փոխադարձրում բակոծություններ։ Մյուս կողմից Թուրքիան իր բոլոր կոնֆլիկտներով։ Մի քիչ ավելի հեռու Մերձավոր Արևելքը իր բոլոր կոնֆլիկտներով, որոնք ազդում են մեզ վրա, եւ սիրիական թնջուկը, երբ որ սկսվեց, մենք դեռ այն ժամանակ ասեցինք, այս թնջուկը հասնելու է Հայաստան։ Եվ Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան հազարավոր ուրեմն վարձկաններ Սիրիայից տեղափոխեց Արցախ։ Մի քիչ այն կողմ միջինասիական պետությունների իրենց բոլոր կոնֆլիկտներով, Յետսովետական տարածաշրջան Ռուսաստանը իր բոլոր կոնֆլիկտներով, ռուսո-ուկրաինական պատերազմ, որը ըստ էության համաշխարհային պատերազմի բնույթ է կրում, ամբողջ տարածաշրջանը կոնֆլիկտային է եւ վառվում է կրակների մեջ, եւ այստեղ ճահճի մեջ բուսած ջրաշուշան, ով խոսում է ուրեմն խաղաղության մասին։ Այսպիսի տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել։ Եվ դա մեզանից կախված չի։ Գևորգ Սաֆարյանը շատ է ուզում, որ լինի խաղաղություն, բայց Գևորգ Սաֆարյանի ուզելուն ոչ մեկ չի նայում։